Նախ ձեր քարոզարշավը դուք այդպես մեծ քարոզարշավ կարծես թե չեք անում էլի մարդաշատ եւ այլն։ Դուք ձեր մասով ինչ ակնկալիք ունեք, հետո անցնենք մյուս։ Ես ձեզ ասեմ, մենք ի սկզբանե ասել ենք, որ մենք նոր տեխնոլոգիաներով ենք քարոզարշավ անելու, ոչ ավանդական։ Սա ինչ է նշանակում։ Որ չենք գնալու ինչ որ տարածքներ, մեր մարդկանց հավաքենք, իրանց հետ հանդիպենք, խոսանք, որովհետեւ մեր նպատակը որն է։ Մեր մարդիկ մեզ են ընտրում, նկատի ունեմ մեր ընտրողները, մեր համակիները։ Մեզ պետքա չկողմնորոշված մարդկանց ձայները բերել եւ մեզ պետքա չկողմնորոշված մարդկանց նախ այնպես անել գան ընտրության։ Ես ձեզ ուզում եմ լավ լուր ասեմ, որ օրվա մեջ եթե ես մոտարապես 500 մարդ եմ անձամբ շփվում տարբեր տեղերում, տարբեր վայրերում, ամեն տասնյակից 7-ը ասում է որ գնալու է ընտրության։ Սա շատ ուժեղ ցուցանիշ է։ Ես չգիտեմ, հիմա այդ մարդը ասել է, գնացել է բանա։ Նիկոլ Փաշինյանի հետ թիմակից եւ հետո իր հետ աշխատել եք, չեք Չէ, փոշմանել։ այդ հարցին 1000 անգամ պատասխանել ենք։ Հիմա ոնց որ գնաք բնակչության 83%-ին ասեք դուք չեք փոշմանել, որ ընտրել եք բան։ Ժորժ ջան, այդ հեղափոխությունը որ եղել է, դա ճիշտ է եղել։ Երբ որ դուք ժողովրդին մեղադրում եք որ ինքը հեղափոխություն է, ժողովուրդը գնում է նորից պաշտպանում է իր հարացը։ Պետք է ժողովրդին այլ բան ասել որ դա այդ դրվագը ճիշտ էր, եւ ես կարծում եմ որ ճիշտ էր։ Երկրորդ դրվագը կառավարելու արդեն դրվագը ձախողվել է։ Հիմա կառավարելու դրվագը ձախողվել է, շատ լավ։ 8 տարի է իշխանության են եւ գնում են երրորդ ժամկետ։ Այս սահմանադրությունը թույլ է տալիս այդ երրորդ ժամկետ գնալու։ Այս սահմանադրությունը թույլ է տալի նաեւ Սերժ Սարգսյանին գնալ երրորդ ժամկետ։ Եվ կար սկզբունք, բոլորի սկզբունքներ, այդ թվում Փաշինյանի մեր հետ էլ, որ չպետք է որևէ մեկը երրորդ ժամկետ ղեկավարի այս երկիրը։ Հիմա ինքը խախտում է այն սկզբունքը, որի հիման վրա եղել է հեղափոխությունը։ Հիմա լինելու է հեղափոխություն։ Ընտրություններով շանս կա անելու այդ հեղափոխությունը։ Դրա համար է ես ասում, որ ամեն 10 մարդուց եթե 7-ը ինձ ասում որ գնալու ընտրության, սա լավ լուր է ժողովուրդ։ Մենք այս ձևի ընտրական մասնակցության արձագանք չենք ունեցել։ Այդ пассивություն, այդ անտարբեր են որ արա լավ են չի սա պետք բան, դա ես չեմ տեսնում։ Մի քիչ երիտասարդների մեջ կա այդ խթանի Ռուսաստանի սանկցիաները որ կիրառվեցին ու մարդիկ իրենց դժգոհությունը նաև արտահայտեն Փաշինյանի վարած այս ապիկար իշխանության դեմ ու գնան ընտրության։ Ես ձեզ այդ իմաստով վառ լուր ունեմ, եթե Ռուսաստանը հիմա սանկցիաներ կիրառի, որը որ մենք տեսնում ենք կիրառվում են, դա հակառակ ռեակցիան է ունենալու։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով եւ մեր ժողովուրդը պետք է ունենա էժան գազ, պետք է ունենա այն շուկաները, որից որ մենք օգտվում ենք, նկատի ունեմ ԵԱՏՄ շուկաները եւ դա չպետք է նույնացվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես չեմ կարծում թե հիմա որ հիմա Լարսից Բեռներ են հետ գալիս, չգիտեմ գազի թանկացման մասին խոսակցություն ա գնում, սա որևէ լավ տեղ է տանում։ Դա կարող է ունենալ հակառակ ռեակցիա։ Թե որևէ մեկը լսում է մեզ այդ որոշում կայացնողներից պետք է այդքանը հասկանա։ Մի հավելում անեմ էլի այդ կապված։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս Ռուսաստանի հետ այս բարդ հարաբերությունները լրիվ հակառակ էֆեկտ են տալու, որ հիմա ասում են մենք վերականգնելու ենք, մենք իշխանությունը փոխվելու ենք ռուսներից, հաշվի առնելով թե Հայաստանի առաջնորդը Նիկոլ Փաշինյանը, որը որևէ պարագայում ի վիճակի չի որևէ գործ ավարտին հասցնել, որևէ պայքար, որևէ պատերազմ, եւ սա հանգեցնում է նրան, որ ի վերջո նա զիջի եւ Հայաստանի կախվածությունը էլ ավելի մեծանա Ռուսաստանից։ Այսինքն նայեք հակառուսականությունը, որ հիմա արվում է, այն ոչ թե մեր իշխանությունն ավելացնելու, ընդհակառակն է լինելու։ Երեք ինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանը։ Եկեք դրան անդրադառնամ, քանի առիթ է։ Ասում է ես հունիսի 7-ից հետո կգնամ ԵԱՏՄ, մեր գործընկերների աչքերի մեջ կնայեմ ազնիվ ու բոլոր խնդիրները կլուծվեն։ Հիմա ես բան եմ ասում։ Ինչի հաշվին է այդ բոլոր խնդիրները լուծվելու։ Եթե այդ խնդիրները հիմա կա, ինքը գնալու է եւ ընդունելու է նրանց պայմանները։ Զիջելու է։ Հասկանում եք որ գնա զիջի այդ զիջումների մեր երկրում մարդիկ են պետք որ դրա դեմը կանգնեն։ Եվ մենք այն թիմն ենք, որ դրա դեմը կարող են կանգնել։ Ինքը վստահ է որ ինքն է վերընտրվելու, ես դրա համար եմ ասում։ Կառուցի։ Կներեք Ռուսաստանի կողմից էլ չկա գիտակցում, որ այդ արարքները ազդեցություն են ունենում հասարակ ժողովրդի վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանին եթե այս ամենը հուզեր, ապա իրավիճակը դեպի սրացման իր հայտարարություններով չէր տանի։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես չգիտեմ այդ գիտակցումը կա թե չկա։ Ես ասում եմ, այն տարածված դուրերը, որ հեսա ռուսները կպատժեն, հեսա սանկցիաներ կդնեն, հեսա Լարսը կփակեն, հեսա գազը կթանկանա։ ԱԳՆ գրություն էլ են ուղարկել։
Այո, գիտեմ, դրա համար երեք էներգետիկայի նախարարությունը գրություն ստացել։ Դա միայն վատթարացնելու է, դա միայն սրելու է իրավիճակը։ Ես կարծում եմ, որ չի կարելի իշխանության վարած քաղաքականության պատճառով պատժել հայ ժողովրդին։ Ձեզ ինչու էին ուզում ազդեցության գործակալ ներկայացնել։ Տեսեք, այդ նյութի աղբյուրը բացահայտվեց, որ ադրբեջանցի էր պատրաստել։ Ադրբեջանում հստակ կա գիտակցում, որ այս խորհրդարանում պետք է ամեն ինչ իրենք անեն, որ լուսավոր Հայաստանը իր թիմով չհայտնվի։ Եվ այդ գիտակցումը ունենալով նրանք մեր դեմ պայքարում են։ Առաջին 2 շաբաթը տեսեք ծպտուն չեն անել, ընդհանրապես մեզ չեն անդրադարձել։ Ինչու՞։ Որտեւ իրենք մտածում են, որ մենք չենք անցնելու, կարիք չկա մեզ անդրադառնալու։ Բայց քանի գնում պարզ է դառնում, որ մենք լինելու ենք խորհրդարանում, հիմա սկսել են հակակարողությունը։ Դրա համար Դանիել Իոնիսյանը պետքա զրկվի դիտորդի հավատարմագրից, որովհետև ընտրական օրենսդրության համաձայն Սահմանադրական օրենք ընտրական օրենսգիրքը ասում է, որ դիտորդը պետք է լինի չեզոք։ Դուք դիմեցիք, չէ՞ կենտրոնական։ Վաղը նիստ է լինելու։ Ես ժամի վերաբերյալ կծանուցեմ, խնդրում եմ դուք էլ լուսաբանեք, որ տեսնեք, որ մենք ոնց ենք ապացուցում, որ դիտորդական առաքելություն իրականացնող մարդը ողջուն եղբայր ջան։ Դիտորդական առաքելության ողջունող իրականացնող մարդը ինքը անաչառ չի, ինքը իշխանության համար թիրախավորում է լուսավոր Հայաստանին։ Կոնկրետ, նայեք։ Ինչ որ տարբեր գործիչների ամբողջ ընդդիմության։ Դրա համար եմ ուզում ասեմ, իբր ամբողջ ընդդիմությանն է, չէ՞, բայց ես ուշադրությանն եմ հրավիրում։ Մենակ իմ մասին է լայվ արել ու գրառում արել։ Մյուսների մասին մի հատ գրառում արել։ Մենակ իմ մասին երկու արձագանք արել։ Այդ մարդը կոնկրետ հրահանգ ունի մեր դեմ գործանելու եւ արել այդ գործը, անում է։ Շատ լավ է, շնորհակալ եմ Factor TV-ին, որ բացահայտումն արեց, ցույց տվեց, որ ադրբեջանցիք են անում։ Հիմա այսա կհայում վաղը կտեսնան իրենց։ Քանի որ սա նաև այսպես կոմպրոմատների պատերազմի է վերածվել, դուք էլ տևական ժամանակ աշխատել եք իր հետ, իր դեմ որևէ կոմպրոմատ չունեք, որը կարող եք օրինակ չբացահայտել, բայց օրինակ ընտրության վերջին օրը բացահայտել։ Ես սա նաև կոմպրոմատ։ Շնորհակալ եմ, նայեք, ես երբեք չեմ ապրել այդ միտումով, որ ինչ որ մեկի վրա կոմպրոմատ հավաքեմ կամ չհավաքեմ։ Ես ուզում եմ ասել հետևյալը։ Տեսեք, դուք էլի կենտրոնացած եք նրա վրա, որ պետք է Նիկոլ Փաշինյանի մասին վատ բան քնել ասել։ Ժողովուրդը գիտի Նիկոլ Փաշինյանը ով է, ինչ արել, ինչ կարան, ինչ չկարան, գիտի արդեն։ Իր էլեկտորատը ֆիքսված է, գնալու է, իրան ընտրելու է, ընտրում ժամը 8-ին, զարթնելու է ու գնա։ Մինչև ժամը 1-ը 12-ին տրածա լինելու։ Պետք է մենք աշխատենք այն էլեկտորատի վրա, որ ուզում հասկանա մենք ինչ ենք առաջարկում։ Մենք սրանից ենք ուզում, թե չէ անդադար ասել, որ Նիկոլը վատն է, ով որ ֆիքսել է, որ Նիկոլը վատն է, ինքը գիտի, որ Նիկոլը վատն է, այդ մարդկանց ինչ եք ուզում։ Ինքը ունի 550,000 մոտարապես ձայն։ Հիմա եթե մեզ հաջողվում է 1.5 միլիոն մարդ գնա ընտրական տեղամաս, որովհետև հիմա իր խոսքից բարձ է դառնում, որ ինքը հենց իր զանգվածին պահելու խնդիր ունի, ոչ թե նոր զանգված, որովհետև իր խոսույթը սննդից սկսած միջև այլ հայտարարություններ, պերաշկի ուտողը պիտի ընտրի պերաշկի ուտողին, հիմա լսեք, այս երկրում ավելի շատ ուտողը պիտի ուտի կարտոֆիլ։ Ինքը թիրախավորում են մարդկանց, ովքեր որ համարվում են մեր նման սովորական ժողովուրդ։ Ինքը ասում է, նայեք ժողովուրդ ջան, ես ձերպես ձեր մեջ ուսեկած մարդ եմ, եկեք ինձ ընտրեք։ Նրանք ձեր են առնում պերաշկի ուտելը, դուք եկեք ինձ ընտրեք։ Դա համար այդ մեր հիմնական օպոզիցիան իր ամբողջ ստրատեգիան սխալ թիրախների վրա է կառավարում։ Սխալ թիրախներին, օրինակ մի հատ օրինակ բերեմ, էլի։ Քիչ առաջ ես ուղի եթեր եմ արել, շնորհավորել եմ մեր զինված ուժերի զորահանդեսը։ Հասկանում եք, հիմի օպոզիցիան թիրախավորում է զորահանդեսը։ Ժորժ ջան, ես շնորհավորում եմ մեր զորահանդեսը եւ ասում եմ, հունիսի 7-ից հետո մենք պետք է անենք զորավարժություններ։ Ոչ թե զորահանդեսը թիրախավորել, այլ ասել մենք ինչ ենք անելու բացի զորահանդեսը։ Բայց ինչու հենց այս շրջանում զորահանդեսը։ Արդեն արել է։ Նայ, արդեն արել է։ Okay, արդեն արել է։ Այդ զինված ուժերը Նիկոլ Փաշինյանը իր հոր տնից չի բերել։ Մեր զինված ուժերն է։ Մեր բանակի մարտիկներն են զենքերն էլ որ արել է մեր վճարած հարկերից առել։ Կարող է բանա, քաղ պայմանագիրն է այդ բաները պատրաստել, դրոններ ասարքի ասենք Ալեն Սիմոնյանը։ Այդ ինչ կա մերն է, մեր պետությանն է պատկանում, դա մեր բանակն է։ Ես շնորհավորում եմ զորահանդեսի առիթով մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին եւ ասում եմ Ադրբեջանը արդեն տասնյակ զորավարժություններ է արել։ Մեզ պետք է հիմա այս զենքերով անել զորավարժություններ, չվախենալ զորավարժություն անելուց։ Մեր բանակը պետք է լինի մարտունակ։ Ցուցադրված զենքերը պետք է կիրառել սովորենք։ Էսա մեր ասած։